Սիրելի հետևորդներ, ասեմ, որ մեր զրուցակիցն է Մայա Թոխալյանը, Արցախը իմ տունն է նախաձեռնության հեղինակը եւ այսպես ասած կոորդինատորը, հա, այդպես բարև ձեզ Մայա, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նախ ուզում եի իմանալ, թե ինչ նախաձեռնություն է, պարզ է, որ Արցախին օգնության նախաձեռնությունն է, մի փոքր ձեր նախաձեռնության մասին ասեք, գիտեմ, որ 20 թվականից եք աշխատում օգնելու մեր հայրենակիցներին։ Արցախը իմ տունն է, դա հասարակական շարժում է կարելի ասել, Facebook-յան խումբ է, ընդհանրապես Facebook-յան խումբ է, որը մեկնարկվեց 2020 թվականին պատերազմից հետո եւ որի շրջանակում 250 ընտանիք զոհված ազատամարտիկների ընտանիքները եւ բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքները շուրջ 250 ընտանիք 1-ից 6-ից 12 ամիսների ընթացքում ստացան համապատասխան օգնություն սպոնսորների կողմից, որոնք որ այն ժամանակ գտնվում էին աշխարհի տարբեր հատվածներում։ Մեծամասնությունը իհարկե ԱՄՆ-ից, բայց ինչը ուրախալի է, թեպետ այդտեղ դժվար է հնչեցնել այդ բառը ուրախալի, բայց ուրախալի փաստը այն է, որ մեզ միացան ամբողջ աշխարհից հայերը եւ ձեռք մեկնեցին դառնալով ընտանիքների հովանավորները, հրեշտակները, ինչպես մենք այդ ծրագրի շրջանակում նրանց կոչում ենք։ Մայա, իդեպ ուզում եմ հարցնել, պատերազմի ընթացքում եւ 44-օրյա պատերազմի մասին եմ խոսում, կային շատ օգնություն գնաց Հայաստան, մի շարք նախաձեռնություններ կային եւ կային նաեւ այսպես ասած fake նախաձեռնություններ, որոնք հետագայում պարզվեց, որ ինչ որ ֆինանսների հետ կապված եւ այլ խնդիրներ են առաջացել։ Ձեր նախաձեռնությունը ինչով է տարբերվում մյուսներից։ Կխնդրեմ, ես գիտեմ, որ դուք անմիջապես, այսինքն գումարների հետ առնչություն չունեք եւ այլն, կխնդրեմ բացատրեք այն մեխանիզմը, որով դուք աշխատում եք։ Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա մեր նախաձեռնությունը ընդհանրապես հանդիսանում է կամուրջ ընտանիքի եւ բարերարի միջև։ Մենք բացարձակապես ոչ մի դրամահավաք չենք կատարում, թիմը բաղկացած է բազմաթիվ վոլոնտերներից, որոնք որ օր ու գիշեր աշխատում են ընդհանրապես կապելու համար ընտանիքը բարերարի հետ։ Այսինքն կապելուց հետո ընտանիքը բարերարի հետ հանդիսանալուց հետո այդ կամուրջը համապատասխան փաստաթղթերը բնականաբար ստուգվում են եւ երբ որ մենք արդեն ընտանիքը տալիս ենք հովանավորին, մենք այլևս մեր գործառույթը այդտեղ վերջանում է։ Հովանավորը ինքն է կապ հաստատում, ասեմ որ խոսքը անգամ միայն ֆինանսական կապի մասին չէ, հովանավորը ըստ պայմանագրի պարտավորվում է ամսական գոնե մեկ անգամ ընտանիքի հետ կապի մեջ լինել, իրենց հոգեբանական աջակցություն ցուցաբերել, խոսել, տեսնել թե ինչ վիճակում է ընտանիքը գտնվում։ Շատ ընտանիքներ անգամ, շատ հովանավորներ անգամ չեն սահմանափակվում այն պայմանագրով, ինչը որ իրենք մեզ հետ նախապես պայմանավորվել են, այլ լրացուցիչ օգնություններ են ցուցաբերում, կլինի դա հագուստի տեսքով կամ ցանկացած ինչ-որ բանի տեսքով, ինչի կարիք որ ունի ընտանիքը։ Որպեսզի ավելի պարզ հասկանան մեր հայրենակիցները, ենթադրենք մեկը ունի տուն եւ կան մարդիկ, որոնք շատ են նրանց թիվը, ովքեր բնակարանի կարիք ունեն։ Այսինքն դուք գտնում եք այն անձին, ով որ առաջարկում է այդ տունը եւ կապում եք այն անձանց, ովքեր որ դրա կարիքն ունեն, թե խոսքը միայն ֆինանսական օգնության։ Չէ, ընդհանրապես օգտագործելով մեր Facebook-յան էջը, մենք միգուցե տանք այդ ինֆորմացիան, որտեղ կան բացարձակապես անվճար տներ, որտեղ որ կարող են արցախցիներ տեղավորվել, բայց այստեղից այնտեղ դա անհնարին է այդ գործընթացը կազմակերպել։ Մենք ավելի նախընտրում ենք այստեղից գումարը, այսպես ասած, հա, հովանավորի միջոցով ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, իսկ իրենք արդեն տեղում կարող են գտնել տուն, թե այդ գումարը իրենք կծախսեն տան համար, թե ուրիշ նպատակներով, այսինքն իրենց գոյությունը պաշտպանելու, դա արդեն ընտանիքի։ Ես ինչու տան օրինակը բերեցի, որովհետև շատերը ունեն բնակարաններ, օրինակ բնակվում են Միացյալ Նահանգներում, ունեն բնակարաններ, որոնք չեն օգտագործում, նույն մարզերում եւ այլն։ Օրինակ կարող են իրենք առաջարկել եւ դուք գտնեք համապատասխան։ Մենք ունենք շատ նմանատիպ առաջարկներ եւ այդ առաջարկները նույնպես տեղադրվում են մեր Facebook-յան էջում եւ այդ դեպքում արդեն ընտանիքները իրենք են կրկին, իրենք են հանդիսանում, այսինքն մենք ոչ մի այլ գործառույթ հանդիսանալու միջնորդ չենք հետապնդում ընտանիքի եւ ծառայություն կամ իրեն տունը առաջարկող անձի միջեւ։ Կոնկրետ հիմա որքան դիմորդներ ունեք օգնության կարիք ունեցող Չեք պատկերացնի ինչ լույսի արագության կերպով են աճում, պատկերացրեք գիշերը 5-ին վերջացրել ենք աշխատանքները անձնական նամակների եւ առավոտյան արթնացել եմ, կներեք իդեպ այդ պատճառով ուշացա, առավոտյան արթնացել եմ եւ նայեցի մոտավորապես
2000 հոգի գիշերը 5-ից հետո կրկին հայտ է ուղղել։ Այս պայդրությամբ 3000-ից ավել արդեն հայտադիմում կա Facebook-յան կայքում տեղադրված, մոտավորապես 1000-ը դեռ սպասման թերթիկի մեջ են։ Նախ ուզում խոսքս ուղղեմ արցախցիներին, վստահ եմ, որ իրենք էլ նայում են այս հաղորդումը։ Հարգելիներս, երբ հայտերը ներկայացնում եք, շատ խնդրում եմ համբերությամբ զինվեք, որովհետև Facebook-յան ալգորիթմերը տրաֆիկը այդպես է աշխատում։ Եթե մենք թույլ տանք միանգամից 1000 հատ գրառում հաստատել խմբում, տեսանելիությունը շատերի շատ ցածր կլինի։ Դրա համար մենք ժամանակացույց ունենք եւ գրառումները հաստատում ենք ըստ ժամանակացույցի, որպեսզի տրաֆիկ չձևավորվի խմբում ու որպեսզի տեսանելիությունը լինի բարձր, մարդիկ էլ կարողանան մտնել։ Ես ուզում եմ փոքր համակարգի մասին խոսել, թե ինչպես է դա տեղի ունենում, որովհետեւ հարցերը շատ են եւ հարցերը նույնատիպ են, անգամ երբ որ դու բացատրում ես կրկնակի մարդիկ չեն կարողանում հասկանալ, կփորձեմ ավելի հանրամատչելիորեն բացատրել ժողովրդական լեզվով, որպեսզի բոլորին հասանելի լինի։ Նախ եւ առաջ Արցախը իմ տունն է, նախագիծը, ինչպես ասացի, դա Facebook-յան պրոյեկտ է։ Ունենք Edge պաշտոնական, որը որ անգլերեն տառերով է գրված, Artsakh is my home, դա Edge-ն է եւ ունենք խումբ գծված։ Խումբը դա փակ խումբ է։ Ինչի է խումբը փակ, որտեղ դա ավելի ապահով է եւ այսինքն անձնական տվյալների դուրս թողումը ավելի, այսպես ասած, հավանականությունը քիչ է։ Նախ եւ առաջ բոլորին հորդորում եմ, որ երբ որ իրենց պատմությունները գրում են անձնական որևէ տվյալներ այնտեղ չհրապարակել, ընդհանուր հեռախոսահամար, դա պետք չի անել public։ Երբ որ ձեզանից հարցնում են ձեր հեռախոսահամարը, խնդրեմ դուք կարող եք տրամադրել հեռախոսահամարը անձնական նամակով, բայց իմ հորդորն է, որպեսզի երբ որ դուք գրառումը կատարում են ընտանիքները, որպեսզի իրենք ոչ մի անձնական տվյալներ չկատարեն, որովհետեւ մենք այնուամենայնիվ ապահովագրված չենք fake պրոֆիլներից եւ գիտենք մեզ հայտնի մեր թշնամի ազգը, թե որքան հակերներ է ուղարկում, թե որքան մարդիկ կան, ովքեր որ հայերի անվան տակ հետևում են անցուդարձին մեր առօրյա։ Իմ հորդորն է, որպեսզի դուք հնարավորինս հակիրճ գրեք ընտանիքի կազմը, ինչպես է դա տեղի ունենում, պահանջել ենք մեկ լուսանկար, որովհետև միշտ ավելի տեսանելի է լինում եւ ավելի հեշտ է լինում ընտրել ընտանիք, երբ որ դու վիզուալ պատկերացնում ես, թե ում հետ գործ ունես։ Պահանջել ենք ընդհանրապես մեկ լուսանկար, ընտանիքի փոքրիկ պատմությունը, ամենապարտադիր պայմանը դա պրոյեկտը վերաբացվել է 2023 թվականին աջակցելու համար հենց սեպտեմբերի 19-ից հետո տարհանվածների ընտանիքներին։ Այսինքն ճիշտ բռնի տեղահանվածների տերմինով։ Այո, ցավոք սրտի։ Ճիշտ է, մենք ունենք շատ նամակներ, շատ բողոքներ, թե ինչու եք անտեսում մնացած խավերին, մյուս, բայց ցավոք սրտի չենք կարող։ Այս պահին ամենախոցելի հատվածը հենց բռնի տեղահանվածներն են եւ մեր աջակցությունը այս պահին ուզում ենք ցուցաբերել հենց իրենց։ Անկամ այն ընտանիքները, ովքեր 2020-ի պատերազմից հետո են, ովքեր անգամ կորուստ ունեն եւ տեղափոխվել են Հայաստան, փառք Աստծո, իրենք արդեն տեղավորվել են եւ իրենք այդ աջակցության կարիքը չունեն։ Բայց այս նոր թիրախային խումբը մեր բոլորի օգնության կարիք ունի։ Ես կիսատ թողեցի Արթուր, ես ուզում եմ ասել ինչպես է կարգը։ Խումբը բաց է, ինքը գործում է բոլոր ցանկացողների համար, այսինքն խտրականություն չի դրվում, անգամ եթե ես այնտեղ գրել եմ, որ նախապատվությունը տրվում է զոհվածների ընտանիքներին եւ բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքներին, խոսքը կրկին ուժով տեղափոխվածների մասին է, միևնույն է ոչ մի տարանջատում չենք դնում, այսինքն մարդիկ իրենք են ընտրում հովանավորները, սպոնսորները, հրեշտակները, ինչպես պրոյեկտի շրջանակում ենք ասում ենք, իրենք են ընտրում թե ում օգնեն։ Եթե անգամ ես գրել եմ, որ նախապատվությունը տրվում է ինչ թիրախային խմբին, դա ամենևին սահմանափակում չունի։ Ուղիղ գնում է իրենց, ոչ թե ձեր միջոցով։ Միանշանակ ուղիղ գնում է իրենց, այսինքն մենք կապեցինք ընտանիքը հովանավորին, այդքանով մեր գործառույթը ավարտվեց։ Անգամ վիդեոկոլի միջոցով մենք հորդորում ենք մեր հովանավորներին կապվեք, ծանոթացեք ընտանիքի հետ, ճշտեք պատմության իսկությունը, մյուս ճիշտ է, ես հասկանում եմ, որ հիմա այն ժամանակները չի, որ մարդիկ ստախոս են, բայց հավատացած եղեք, որ կան մարդիկ, ովքեր որ պարզապես առիթից օգտվում են, հա, օրինակ, ովքեր որ բավականին շուտ են տեղափոխվել, կամ անգամ ունեցել ենք դեպք, որ ապրում է Ռուսաստանում եւ դիմել է ծրագրին։ Բնականաբար դա բոլորը ստուգվում է եւ զերծարարները հեռացվում են խմբից, ինչպես Ինչպես գտնեն, այսինքն պետք է փնտրեն
Facebook-ում Արցախի իմ տունն է նախաձեռնությունը, թե կա հաշտագներ կամ չգիտեմ ինչ։ Ինչպես ես արդեն ասացի, գոյություն ունի երկուսը, Artsakh is my home, դա ավելի իրազեկման համար է, այսինքն մենք այնտեղ կոնկրետ այդ edge-ում ավելի զբաղվում ենք խմբի promotion-ով, այսպես ասած, որպեսզի ներգրավենք նոր սպոնսորներ։ Ինչ վերաբերվում է խմբին, որտեղ բուն գործողությունն է տեղի ունենում, խմբի անունը հայերեն տառերով Արցախն իմ տունն է։ Եթե փնտրեք Facebook-յան տիրույթում Արցախն իմ տունն է, գրեք հայերեն տառերով, դուք կտեսնեք խումբը։ Խումբը բնականաբար փակ է, դուք պետք է հայտ ուղարկեք խմբին անդամագրվելու համար։ Այս պահին մենք ունենք 18000 անդամ խմբում, որից մեծ մասը բնականաբար մոտավորապես 80%-ը դա Արցախի բնակիչներն են եւ Հայաստանի բնակիչներ, ինչպես ամենք անցած պրոյեկտից ունեինք բնականաբար իրենց էլ ներգրավել էին։ Ինչ վերաբերվում է մնացածը դա բարերարներն են։ Բարերարները նույն խմբում պետք է լինեն։ Նույն խմբում պետքի ոչինչ չկա։ Շատերը կան անգամ խմբում չկան, իրանք ուղակի ինձ գրում են, անգամ խումբ չեն մտնում, անգամ ընտանիք չեն տեսնում, իրենք գրում են, բարերարը ինձ գրում է անձնական նամակով, արդեն իմ անձնական Եվ դուք ուղարկում եք խմբը։ Այո, գրում է, ասում է, սահմանել եմ $200 բյուջե, ինձ խնդրում եմ տրամադրիր ընտանիք։ Ստեղ բնականաբար ես նայում եմ ովքեր են ավելի խոցելի խումբը, բազմազավակ ընտանիք կամ կորուստ ունեցող ընտանիք, գցում եմ համապատասխան իրենց բյուջեի, գցում եմ տվյալ ընտանիքին իրենց։ Ունենք բարերարներ, որոնք անգամ խմբում չկան, բայց անգամ բարերարներին ես միշտ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, որպեսզի խումբ մտնեն, որպեսզի իրենք իրենց ձեռքով ընտրեն ընտանիքը, որովհետև այդ ընտանիքի հետ իրենք կապ են պահում 6-ից 12 ամիսների ընթացքում։ Սա մեկ անգամյա նախաձեռնություն չէ, այնպես չի, որ դու մեկ անգամ արեցիր հանգանակություն եւ վերջացավ այդպիսով։ Դու 6 ամիս շարունակ, որոշ բարերարներ անգամ 12 ամիս շարունակ, որոշները մնում են ամբողջ կյանքի համար ընկերներ, բարերարներ, դու դառնում ես այդ ընտանիքի հրեշտակը, այսպես ասած, որովհետեւ իրենց ձեռք ես մեկնում իրենց ամենադժվարին պահին։ Եվ ես միշտ հորդորում եմ անգամ հովանավորներին, ասում եմ՝ մի սահմանափակվեք գումարը տվելով, զանգահարեք, ցուցաբերեք բարոյական աջակցություն, շփվեք, իհարկե, իրենց համար էլ շատ հեշտ է ընդունել, մենք անգամ ունեցել ենք դեպքեր մեր անցած պրոյեկտից, որ քավոր են կանգնել, հետո արդեն կապերին հաստատել։ Արդեն ասացիք, որ մեծ թրաֆիկ կա, այսինքն դա բնական է, այդպես էլ պետք է լիներ, որտեվ բռնագաղթվածները այսօր օգնության կարիք ունեն։ Իսկ հովանավորների կամ բարեգործների կողմից կա աշխուժություն։ Այս պահին ունենք 50 բարերար եւ ունենք հայտեր, որոնք դեռ չեմ հասցրել ֆիզիկապես մշակել։ Մոտավորապես Դուք դա մենակ եք անում։ Ես անում եմ մենակ իմ թեմով, իմ ընտանիքն է ինձ օգնում են իմ ընկերները, իմ մի փոքրիկ որպես նախաբան ես հանդիսանում եմ այստեղ ԱՄՆ-ում US Armenian Women Power խմբի admin-ը, ես եւ Նանո Հայկանուշ Սահակյանը, մենք Հովսեփյանը Մենք հանդիսանում ենք այդ խմբի admin-ները եւ մասնավորապես ինչի եմ խումբը նշում, մեր դոնորները, այսպես ասած սպոնսորները հենց հանդիսանում են այդ խմբից, այսինքն խումբը ես օգտագործում եմ հայթայթելու այնտեղից դոնոր, ընտանիքի պատմությունը վերցնում եմ, տեղափոխում եմ այնտեղ եւ խնդրում եմ մարդկանց սպոնսոր կանգնեն, հավատացեք Արտուր, այսպես ասած բարեբախտաբար ամեն ընտանիքը, որ ես տեղեկացնում եմ հանրությանը 10 րոպե չի տևում ընտանիքի համար սպոնսոր գտնելը։ Ուղղակի ռեսուրսս է, այսպես ասած, շատ։ Գուցե մեր դիտողների մեջ կարող է լինել մարդիկ, որոնք ուզում են կամավոր որպես ձեզ օգնել եւ ոչ միայն բարերարներ։ Եվ վերջում ուզում եմ, որ դիմեք մեր հայրենակիցներին, ովքեր որ պոտենցիալ, այսպես ասենք, դոնորներ են կամ բարեգործներ։ Այո, մասնավորապես իմ այսօրվա այցի նպատակը հենց դա է, հայթայթելու նոր դոնորներ։ Ես գիտեմ, որ բոլորդ շատ հիասթափված եք, գիտեմ, որ 2020 պատերազմից հետո մենք բավականին շատ գումարներ կորցրեցինք եւ չիմացանք ուշ գնացին այդ գումարները։ Նախագծի շրջանակում ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ նախագիծը բացարձակապես ոչ մի կապ չունի ֆինանսների հետ։ Դուք ինքներդ եք կապը պահելու եւ ինքներդ եք փոխանցումները անելու այն ընտանիքին, որը որ դուք ինքներդ ընտրելու եք։ Ես խնդրում եւ հորդորում եմ բոլորին, որպեսզի միահամուռ կերպով միանան այս նախաձեռնությանը, դուք պատկերացրեք Սփյուռքում ունենք ապրող բազմահազար հայություն, եթե չեմ տարանջատում ԱՄՆ-ի Միացյալ Նահանգները եւ առհասարակ Սփյուռքում գտնվող հայերին, եթե ցանկացած ընտանիք ворթեգրի մեկ ընտանիք, այսպես ասած, վերցնի իր հովանավորության տակ, դոնորության տակ, 6 ամիսների ընթացքում
դա բավականին լավ ստարտափ կլինի ընտանիքների համար։ Ուզում եմ ասել, որ բնականաբար սահմանափակում չկա, բայց մենք մինիմում սանդղակներ ենք սահմանել բարեգործության համար։ Ըստ ընտանիքի կազմերի 1-ից 3 հոգանոց ընտանիքներին սահմանվում է $100 օգնություն ամսական 6-ից 12 ամիսների ընթացքում, նվազագույնը 6 ամիս եւ առավելագույնը 12։ Առավելագույնի առումով մենք բացարձակապես չենք դնում այդ սահմանը, բայց մարդիկ նախապես նշում են 6-ից 12 ամիսների ընթացքում քանի ամիս են իրանք պարտավորվում, այսպես ասածից 12-ից հետո արդեն կամավորական, եթե կցանկանան շարունակել աջակցությունը, իհարկե թող շարունակեն։ Եվ այսպես 1-ից 3 հոգանոց ընտանիքների համար սահմանած նվազագույն սանդղակը դա $100-ն է, 3-ից 4-ից 6 հոգանոց ընտանիքների համար սահմանված է $200 եւ 7-ից ավել ընտանիքներ ունեցողների համար սահմանված է $300 սանդղակ։ Ուզում եմ նաև ավել լինել իհարկե միանշանակ, թող պակաս չլինի, ավել խնդրեմ, այնա գիտենք այսօրվա Հայաստանի գները, գիտենք որ մարդիկ շատ արդից օգտվում են բնակարանների գները թե ուր են հասել, այնպես որ գումարները բավականին ռեալիստիկ են, գոնե մոտավորապես մի 6 ամիսների ընթացքում, առաջիկա 6 ամիսների ընթացքում մարդկանց աջակցության ձեռք մեկնելու համար։ Այո, ինձ հուշում են, որ Երևանից ձեզ հարց ունեն, Մայա, խնդրեմ համեցեք Արփինե։ Մենք այս ընթացքում տեսնում էինք, ձեր նախաձեռնության տարբերանշանները մեր կադրերում, այժմ էլ դրա հնարավորությունն ունեն։ Երկու հարց ունեմ, նախ առաջինը Հայաստանից ակտիվություն կա, ինչպիսին է այն, խնդրեմ ներկայացնեք։ Հայաստանից թե Արցախից նկատի ունեք։ Հայաստանից ակտիվությունը ակնկալում եք հովանավորների մասով։ Ես չեմ կարծում, որ դա հասկանալի է։ Ես չեմ կարծում, որ հովանավորների մասով լավ գաղափար է Հայաստանին ներգրավել այս ամենի մեջ, թեպետ ասեմ, որ մոտավորապես այս պայդրությամբ 5 դոնոր ունենք Հայաստանից, բայց հաշվի առնելով Հայաստանի եւս կարգավիճակը, կարծում եմ այս նախաձեռնությանը պետքա մեծամասամբ Սփյուռքը, հենց Սփյուռքը, ելի եմ կրկնում, չեմ տարանջատում որտեղի բնակվող Սփյուռքը, անգամ կլինի Ռուսաստան, Ֆրանսիա, անցած նախագծին ունեինք նաեւ Ավստրալիայից, այս նախագծին ունենք Կանադայից միացողներ։ Ես հորդորում եմ բոլորին, ովքեր որ գտնվում են արտերկրում Հայաստանի սահմաններից դուրս, զուտ որդեգրել մեկ ընտանիք եւ 6 ամիսների ընթացքում սատարել այդ ընտանիքին։ Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ներգրավված լինի այս պրոյեկտում, թեպետ ելի եմ կրկնում, ունենք մոտավորապես 5 դոնոր, ովքեր որ այս պահի դրությամբ վերցրել են ընտանիքներ սատար կանգնելու համար։ Եվ եւս մեկ հարց 44-օրյա պատերազմից հետո անդադ տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները նվազել են, պակասել են։ Հիմա դուք ինչպես եք գնահատում այս իրադարձություններից հետո մասնակցությունը։ Հենց ծրագրի բուն նպատակն էլ հենց այն է, որ երրորդ օղակ չլինի, որպեսզի մարդիկ էլ ավելի վստահ լինեն։ Մենք էլ, ինչպես բոլորը, նույն համահայկական հիմնադրամին, նույն տարբեր տարատեսակ հիմնադրամներին կատարել ենք հանգանակություններ, օգնել ենք ինչպես կարողացել ենք, նաև աջակցել ենք հենց Պաշտպանության նախարարությանը, ուղիղ ուղարկելով այն ամենը, ինչ որ իրենք ցանկով մեզանից ուզել էին, այսինքն բավական մեծ աշխատանքներ ա տարվել, բայց ես չեմ ուզում վերադառնամ նրան, ինչ մենք արել ենք, որովհետև մենք արել ենք մեր հոգու հանգստության, հոգու եւ խղճի հանգստության համար։ Ինձ էլ երբ որ գրում են մարդիկ, իսկ ինչով է տարբերվում, ես ասում եմ, մենք ունենք, այս աղետը մենք այսօր ունենք, մենք պետք է դա անենք։ Համաձայն եք Արթուր, որ ԱՄՆ-ում ապրող ընտանիքի համար ամսական $100 նվազագույնը $100 սահմանելը դա աստղաբաշխական գումար չի եւ ես կարծում եմ քիչ է, ասենք 3 հոգանոց ընտանիքի համար, միևնույն է 3 թե 4 է, իրանք ունեն ծախսեր, որոնք բավականին շատ են։ Գիտեք, Մայա, ինչի համար եմ կարևորում ձեր նախաձեռնությունը, որովհետև դուք անմիջապես փողի հետ կապ չունեք։ Գիտեք, մենք այս ամբողջ ընթացքում Հայաստան հիմնադրամը տեսակ ինչ խայտառակ իրավիճակ էր, երբ որ եւ այստեղ եւ նաեւ հետո որ չհասկացանք այդ գումարները ինչ եղան, ինչ գնացին։ Եղան նաեւ մանր ու փոքր ու մեծ նախաձեռնություններ, որ դարձյալ կասկածելի ինչ որ գումարների հետ կապված ձեր նախաձեռնությունը եւ ընդհանուր մենք եկել ենք այն եզրակացության, որ պետք է ուղիղ օգնել ընտանիքներին եւ ձեր նախաձեռնությունը փաստորեն մեկ հարթակ է ստեղծում, որտեղ որ ուրեմն նվիրողը եւ ստացողը իրար հանդիպում են, որի համար կարծում եմ շնորհակալ ենք եւ սիրելի հայրենակիցներ
նորից հիշեցնենք, թերևս նաև խնդրեմ իմ մեր գործընկերներին ցուցադրել Facebook-յան էջը եւ խումբը, որպեսզի բոլոր նրանք, ովքեր որ հետաքրքրված են, գնան եւ փորձեն գտնել ընտանիքներ եւ կապվեն Մայա Թոխալյանի հետ ցանկացած հարցով։ Շնորհակալ եմ, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Թերևս այսքանը ես անհամբեր կսպասեմ հովանավորների գրոհմանը, որովհետև ինչպես ես կրկնեցի, զուտ կրկնեմ թվերի միջոցով, այս պահին 3000-ից ավել հայտը ունենք եւ դեռ գալիս են հայտերը, իսկ հովանավորներ ունենք շատ քիչ քանակությամբ, այնպես որ պետք է կարողանանք գոնե սահմանել 50% սահմանը, գոնե 50% հայտերը ապահովենք իրենց հովանավորներով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ զրուցակիցը Մայա Թոխալյանն էր, Արցախն իմ տունն է նախաձեռնության հեղինակ